Իսրայելական զինվորականները պատրաստել են Գազայի հատվածում նոր ցամաքային գործողության ծրագիր, հայտնել են Wall Street Journal-ի աղբյուրները։ Նոր ծրագիրը ստեղծվել է այն տեղեկությունների հիման վրա, որ Համասը վերականգնում է իր ռազմական կարողությունները, մասնավորապես վնասված թունելային ենթակառուցվածքը։ Ավելին, Իսրայելը կարծում է, որ շարժումը սկսել է միջոցներ ստանալ նոր աղբյուրից, ինչը թույլ է տալիս կանոնավոր կերպով վճարել իր մարտիկներին։ Սակայն իսրայելական աղբյուրները զգուշացնում են, որ եթե Համասը փորձի խախտել զենքը հանձնելու իր պարտավորությունները, ստիպված կլինի նոր ռազմական գործողություններ սկսել։ Իրանի կառավարությունը երրորդյա սուգ է հայտարարել, հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ սուգը հայտարարվել է անկարգությունների ընթացքում տասնյակ իրանցիների, այդ թվում անվտանգության ուժերի ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ։ Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր են անցկացվել։ 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզա Փահլիևի կոչից հետո, չնայած սոցցանցերում տարածված լայնածավալ ու զանգված այն ակցիաների տեսանյութերին, իրանական ֆարս գործակալությունը պնդել է, որ ելույթները սահմանափակ բնույթ են կրել։ Բողոքի շարժման ակտիվացման ֆոնին երկրում անջատել են ինտերնետը, բջջային եւ քաղաքային հեռախոսակապը։ ԻՐԻԲ գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում տուժել են մասնավոր սեփականությունն ու քաղաքային ենթակառուցվածքները, ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում շտապօգնության մեքենաներ եւ քաղաքային ավտոբուսներ, վնասվել են մետրոյի կայարանները, մզկիթներ, բանկեր ու խանութներ։ Զոհերի թիվը հասել է 38-ի։ Իրանի ղեկավարությունը հատում է կարմիր գիծը, բռնի կերպով ճնշելով Իսլամական Հանրապետությունում տիրող բողոքի ցույցերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք կարծես սկսել են կարմիր գիծը հատել։ Նրանք դաժան են, դուք կարող եք նրանց առաջնորդներ անվանել։ Չգիտեմ, կարող եք նրանց առաջնորդներ անվանել, թե ոչ։ Կարծում եմ նրանք բռնությամբ են կառավարում, ասել է նա ընդգծելով, որ Սպիտակ տունը չափազանց լուրջ է վերաբերվում հարցին։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, Իրանի ղեկավարությունը խնդրել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ հանդիպումը կազմակերպվում է։ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան պահանջել է, որ Միացյալ Նահանգները անհապաղ ազատ արձակեն Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին եւ կոչ արել միջազգային հանրությանը միանալ այս պահանջին։ Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրո, Մարոսի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի դաժան առևանգումից անցել է 8 օր։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի այս անօրինական կալանքը, հարգի նրանց անձեռնմխելիությունը, դադարեցնի դատական եւ լրատվական ֆարսը եւ ապահովի նրանց կյանքն ու բարեկեցությունը, հայտնել է Կուբայի արտգործնախարարը։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Հավանան կոչ է անում աշխարհի պետություններին աջակցել այս պահանջին, միջազգային իրավունքի, ինչպես նաեւ նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ կյանքի, արդարադատության եւ իրավունքների պահպանման անունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան անօրինական կերպով օկուպացրեց Գրենլանդիան, խախտելով ՄԱԿ-ի կանոնակարգերը։ Այս մասին հայտարարել է Ջեֆ Լենդրին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի հարցով հատուկ դեսպանորդը։ Պատմությունը կարևոր է, ԱՄՆ-ն պաշտպանեց Գրենլանդիայի ինքնիշխանությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չկարողացավ դա անել։ Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրեց այն, շրջանցելով եւ անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը։ Սա պետք է լինի հյուրընկալության, այլ ոչ թե թշնամանքի հարց, հայտնել է դեսպանորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Վաշինգտոնը շահույթ է ստանում Ուկրաինայի հակամարտությունից։ Մենք պատերազմով գումար ենք վաստակում, բայց ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել, ասել է նախագահը։ Նա եւս մեկ անգամ պնդել է, որ ջանքեր է գործադրում ճգնաժամը լուծելու համար միայն այն պատճառով, որ ցանկանում է կյանքեր փրկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել հանդիպելը Իրանի ներկայացուցիչների հետ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների վկայակոչմամբ ամերիկացի առաջնորդի խոսքով իրանական ղեկավարության ներկայացուցիչները զանգահարել են հունվարի 10-ին։ Մենք հնարավոր է ստիպված լինենք գործել մինչև հանդիպումը։ Հանդիպումը գտնվում է պլանավորման փուլում։ Իրանը զանգահարել է, նրանք ուզում են խոսել, ասել է Թրամփը։ Reuters-ի փոխանցմամբ քննարկումը վերաբերել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Միաժամանակ գործակալության տվյալներով Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Իրանի ընդդիմադիր ուժերի հետ։ Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը ներկայացրել է 2026 թվականի եկեղեցական տոնացույցը։ Ըստ Հայր Զաքարիայի, այս տարի Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 31-ին, մեծ պահքի սկիզբը փետրվարի 16-ին, միջինքը մարտի 11-ին, Ծաղկազարդը մարտի 29-ին, Սուրբ Զատիկը ապրիլի 5-ին, նշել է Հայր Զաքարիան։
Ռուսաստանից, Հունգարիայից եւ Կիպրոսից չվերթներ իրականացնող ինքնաթիռները ուշացումով կժամանեն Սվարթնոց միջազգային օդանավակայան։ Ըստ օդանավակայանի առցանց չվացուցակի ուշանում են Լառնակայի չվերթը, Բուդապեշտի չվերթը, 3 չվերթ Մոսկվայից, Եկատերինբուրգից եւ Կրասնոդարից, թե ինչն է ուշացումների պատճառը դեռևս հայտնի չէ։ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահության Վաչե Մարգարյանի մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ փաստաբանի բողոքը եւ Սրբազանին թողել կալանքի տակ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը եւ նշել, թե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ ներգրավված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին, ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել, նշել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը հայտարարել է, որ իր երկիրը 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը եւ պատրաստ է պաշտպանվել մինչեւ արյան վերջին կաթիլը։ Կուբան չի հարձակվում, այն 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը։ Նա որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Նա պատրաստվում է, որպեսզի պաշտպանի հայրենիքը մինչեւ արյան վերջին կաթիլը, հայտարարել է կուբացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Կուբան այլևս չի ստանա վենեսուելական նավթը որպես փոխհատուցում անվտանգության ծառայությունների դիմաց։ Իրանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա Իրան համաձայնությունը հայտնելու անկարգություններին։ Նման կոչով հանդես է եկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա կոչ է արել իրանցի ժողովրդին դուրս գալ փողոց, որոշում կայացնելու եւ թույլ չտալու, որ անկարգությունները խեղաթյուրեն իրենց պահանջները։ Ըստ Փեզեշքյանի, իրանական հասարակությունը չի ընդունում նրանց, ովքեր մսկիթներ են հրկիզում։ Նախագահը հավելել է, որ կառավարության ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել երկրի ներսում բոլոր ցուցարարների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իրանում կառավարությունը կփոխվի։ Դրանից հետո նրա խոսքով հրեական պետությունը եւ Իսլամական Հանրապետությունը կկարողանան դառնալ գործընկերներ։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի հերոսական եւ քաջարի քաղաքացիներին եւ ռեժիմի անկումից հետո մենք միասին կաշխատենք բարի գործեր անել՝ ի օգուտ երկու ժողովուրդների, ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ։ Մենք բոլորս հույս ունենք, որ Իրանի ժողովուրդը շուտով կազատվի բռնապետության լծից, եւ երբ այդ օրը գա, Իսրայելը եւ Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ բարգավաճման եւ խաղաղության ապագա կառուցելու գործում, հավելել է վարչապետը։ Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արժեզրկման եւ գների բարձրացման պատճառով։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են ռեժիմի փոփոխություն եւ 1979 թվականին տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի պաշտոնակալում։ Նորվեգիայում գտնվող Իրանի մարդու իրավունքներ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 192 մարդ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել է. ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից, նրանք մսկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այդ մարդիկ այս երկրում տեղ չունեն, նրանք ովքեր իսկապես երկրի մաս են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը։ Մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները եւ կլուծենք խնդիրը, բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը եւ բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է։ Նրա խոսքով ԱՄՆ-ն եւ Իսրայելն են նրանց դրդում բռնություն։ Նույն մարդիկ, ովքեր նախկինում հարձակվել էին երկրի վրա եւ սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են ուրիշներին անել նույնը, ասելով՝ մենք այստեղ ենք, առաջ գնացեք եւ ոչնչացրեք, մենք կգանք ձեր հետևից։ Եվրոպական միությանն անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը, որոնք կկազմեն առնվազն 100,000 անձնակազմ։ Սա պետք է փոխարինի ԱՄՆ զորակազմին, որը Վաշինգտոնը մտադիր է դուրս բերել Եվրոպայից։ Այս կոչով հանդես է եկել պաշտպանության եւ տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը։ 100,000 ամերիկյան զորքերը պետք է փոխարինվեն նույն քանակի ԵՄ զինված ուժերով, կարծում է Կուբիլյուսը։ Նա նաեւ հավելել է, որ պետք է ստեղծվի անվտանգության հարցերով պատասխանատու մարմին։ Հանձնակատարի խոսքով այն կարող է ներառել մշտական անդամներ եւ ռոտացիոն անդամներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկում Իրան-ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը, հաղորդում է CNN-ը հողմանելով Սպիտակ տան աղբյուրին։ Պետության ղեկավարին տեղեկացվել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին Իսլամական Հանրապետության դեմ միջամտության կամ հարձակման հնարավոր տարբերակների մասին։ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահի կողմից քննարկվող տարբերակները չեն ներառում երկիր զորքեր տեղակայելը, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ զինված ուժերը այլ երկրների հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում իսլամական պետության օբյեկտներին, հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Այս հարվածները նշանավորեցին բազեի աչքարված կոչվող գործողության երկրորդ ալիքը՝ ի պատասխան դեկտեմբերին իսլամական պետության կազմակերպած դարանակալման, որի հետևանքով ծովվել են Ալովայի բանակի ազգային գվարդիայի երկու զինվոր եւ որպես թարգմանիչ աշխատող ԱՄՆ քաղաքացիական անձը։ Շնորհավորում եմ Ռոմեդիա լրատվականին ամյակի կապակցությամբ, մաղթում եմ անխափան եթեր, շարունակել մեր քաղաքացիներին տեղեկացնել իրականության մասին, ինչը մեր պարագայում լրատվականի համար պայքարի ամենակարևոր գործիքներից մեկն է։ ԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առավանգման ժամանակ, հայտնում է New York Times Post-ը հողմանելով Վենեսուելայի առաջնորդի անվտանգության ծառայության աշխատակցի վկայությանը։ Հրապարակման համաձայն ԱՄՆ զինված ուժերը հեշտությամբ կուրացրել են Վենեսուելայի ռադարային համակարգերը եւ ճնշել նրանց կրակային դիրքերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Դրանից հետո գլխավերևում հայտնվել են հատուկ նշանակության ջոկատայիններ տեղափոխող ամերիկյան ուղղաթիռները։ Բոլոր ռադարային համակարգերը անջատվել են առանց որևէ բացատրության։ Հաջորդը ինչ տեսանք անօդաչու թռչող սարքեր են, բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են մեր դիրքերի վրայով։ Մենք չգիտեինք, թե ինչպես արձագանքել, թերթին ասել է աղբյուրը։ 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայրը Զավեն Սարգսյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին ժամը 17:00-ին։ Հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 13:00-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցել է Սուրբ եւ անմահ պատարագի Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, ով Գարեգին Բ-ի տնօրինությամբ ազատվել է Մասյոցատնի թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած 10 եպիսկոպոսներից է։ Վեհափառի կողմից թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանն էլ նույն պահին Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու է պատարակ մատուցել, որի ժամանակ հայտարարել է. Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում։ Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում, երբ պառակտված է մեր եկեղեցի ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի վեհափառ հայրապետի կողմից եւ նաեւ թե մի քահանայաց դասի մեծամասնության կողմից ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել ու այո չասել, ասել է նա։ Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից ավելի է, առաջին փուլով, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ներառվում են ապահովագրական համակարգ։ Այս մասին իրազեկել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ մանրամասնել։ Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է զինապահ հիմնադրամին հատկացվող 5500 դրամից ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով։ Միաժամանակ նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը 72,000 դրամը եւս ուղղել ապահովագրավճարին ամսական 6000 դրամով, մեկ անգամյա դիմում գրելով գործատուին։ Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում առողջապահության ընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ։ Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժ սննումը, ասված է նախարարության պարզաբանման մեջ։ Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից դժգոհ եմ։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներին։
Մի 2 տարի առաջ քննարկեցինք, հատուկ աշխատակիցներ առանձնացրեցինք, որպեսզի վարչական շրջանները ունենան գործիք աղբահանության մաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր եւ մնացյալ այլ տեղերում, երբ որ ձյուն է գալիս, ունենան այդ ներուժը որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։ Այս 1-ից 3 քեզ մարդիկ տուն են եղել։ Նոր տարի էին անում։ Հասկանում եմ իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ մենք ունենք ձյուն, դեռ դեկտեմբերի վերջին եմ խոսել դրա մասին, եւ պետք է աշխատենք 24/7 ռեժիմով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի իրականացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բռնելու գործողություն։ Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի, ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա դիտարկում է Վենեսուելայի ոճով գործողություն Պուտինի դեմ։ Թրամփը հավելել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Սիրիայի արաբական բանակը ավարտել է գործողությունը Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում։ Այս մասին ՍԱՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է Սիրիայի արաբական բանակի գործողությունների վարչությունը։ Մենք հայտարարում ենք Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանում սանրային գործողության ամբողջական ավարտի մասին, ասվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ուժերը պնդում են, որ մարտերը շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր վստահությունը, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել։ Ափսոս, որ մենք չկարողացանք դա անել ավելի շուտ, ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ շատ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, քանի որ նրանք միշտ լավ հարաբերություններ են ունեցել։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը 20 կետանոց խաղաղության ծրագրի վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը։ Զելենսկին ասել է, որ հույս ունի ամսվա վերջին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես չեմ ուզում, որ դա միայն պատասխանի խոստումներ լինեն։ Ինձ իսկապես ավելի կոնկրետ բան է պետք, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նոբելյան խաղաղության մրցանակի կոմիտեն պետք է խաղաղության մրցանակ շնորհի յուրաքանչյուր լուծված հակամարտության համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսինքն պետք է Նոբելյան մրցանակ շնորհվի յուրաքանչյուր դադարեցված պատերազմի համար, ասել է նախագահը։ Ավելի վաղ Թրամփը պնդել է, որ Նորվեգիայի կողմից իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելը հիմարություն է, քանի որ նա միայնակ վերջ է դրել 8 պատերազմի եւ փրկել միլիոնավոր կյանքեր։ Հույս ունեմ, առիթ կունենանք հանդիպելու եւ քննարկելու բարենորոգման ճանապարհային քարտեզը, ասել է Նիկոլ Փաշինյանը, դիմելով իրեն եւ Տիրադավ եպիսկոպոսների միացած քահանաներին։ Նա նաեւ նշել է, որ տվյալ քահանաների ցանկացած հարց իր հարցն է, հավելելով, որ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարության մեջ մատնանշված են առկա բոլոր խնդիրները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորումներում շնորհել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոին, ով գերի է վերցվել ամերիկյան զինվորականների կողմից, հաղորդում է New York Times-ը։ Հարցազրույցի ընթացքում Թրամփին հարցրել են ԱՄՆ-ում մի քանի մեղադրյալների, այդ թվում Մադուրոյի ներման մասին։ Թերթը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը հստակեցրել է, որ մտադիր չէ ներում շնորհել լրագրողների կողմից նշված անձին։ Երևանի Զվարթնոց օդանավակայանը հայտնել է Մոսկվայից 2 չվերթների ուշացումների մասին։ Բացի այդ, օդանավակայանի արծաթ թռիչքների տեղեկատախտակի համաձայն Եկատերինբուրգից եկող թռիչքը նույնպես ուշանում է։ Ավելի վաղ Մոսկվայի Շերեմետիև օդանավակայանում կոլապս է գրանցվել։ Օդանավակայանը փակ է ժամանող չվերթների համար վատ եղանակային պայմանների պատճառով։ Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի հունվարի 10 2026 թվակիր հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականանց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները շարունակում են քննարկել Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը, սակայն դեռևս որևէ կոնկրետ ծրագիր չի մշակվել։
Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, ասել է նա պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է վերսկսել միջուկային պայթյունները փորձարկումների նպատակով եւ երբ դա կարող է տեղի ունենալ։ Նախագահ Թրամփը հավատարիմ է այն փաստին, որ մենք պետք է պահպանենք զգալի առավելությունը։ Մեր միջուկային զինանոցը պետք է զգալիորեն գերազանցի աշխարհի մեր բոլոր հակառակորդներին, հավելել է նա։ Խոսալով այն մասին, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները անցկացնել փորձարկումները, Ռայթը նշել է, չկա որևէ կոնկրետ ծրագիր, թե ինչպես մենք կարող ենք դա անել։ Միացյալ Նահանգները պլանավորել է Վենեսուելայում ռազմական գործողությունների երկրորդ ալիք, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Մենք այնքան լավ ենք շփվում այն մարդկանց հետ, ովքեր ներկայացնում են Վենեսուելան, որ չեմ կարծում, որ երկրորդ ալիքի անհրաժեշտություն լինի։ Մենք պլանավորել ենք երկրորդ ալիք, բայց առաջին ալիքը այնքան հզոր, հաջողակ եւ արդյունավետ էր, ասել է նա։ Ըստ նրա Վենեսուելայի ղեկավարությունը գործել է ճիշտ եւ իմաստուն, քանի որ չի ցանկացել երկրորդ ալիք։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի մոտակայքում կենտրոնացրել է աշխարհի ամենահզոր նավերի հսկայական քանակ եւ հույս է հայտնել, որ ամերիկյան զինվորականները ստիպված չեն լինի դրանք օգտագործել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ով անձամբ է նախաձեռնել հակաեկեղեցական արշավը եկեղեցու տրոհման գործընթացը, այսօր էլ հայտնել է, թե եկեղեցին պետք է լինի ազգային միասնության տարածք։ Սակայն նկատենք, որ Հայաստանում եւ Սփյուռքում գտնվող 489 քահանաներից ընդամենը 16-ն են միացել Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման գործընթացին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներքո իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում ընդհանուր թվով 489 քահանա։ Հայաստանյան եկեղեցիներում քահանայաց դասի անդամ եկեղեցականները 250-ն են, իսկ Սփյուռքում 239։ Փաշինյանի նախաձեռնած եւ տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսների մասնակցությամբ իրականացվող եկեղեցու բարենորոգման գործընթացին միացել են ընդամենը 16 քահանաներ, ովքեր վեհափառին ուրացած եպիսկոպոսների ենթականերն են։ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր ասաց որոշել է, որ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Պետությունը եկեղեցուց անջատ լինելու սահմանադրական նորմի պաշտպան վարչապետը գրել է, որ քանի որ վեհափառը կաթողիկոս չէ, ուստի Սարոյանը մնալու է թեմի առաջնորդ։ Ասել եմ արդեն, որ Կտրիչ Ներսիսյանը ամենայն հայոց կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առ ոչինչ են։ Այս մասին նշել է Փաշինյանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ, նշել է Փաշինյանը։ Հակառակ Փաշինյանի այս հայտարարությանը Մայրաթոռը հայտնել է, որ հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանը։ Ֆրանսիայի խորհրդարանի փոխոսնակ Կլեմանս Գետեն հայտարարել է, որ մտադիր է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին բանաձև ներկայացնել քվեարկության։ Քաղաքական գործիչը իր որոշումը բացատրել է ԱՄՆ-ի գործողություններով։ Ինչպես երբեք այսօր բարձրացվում է Ֆրանսիայի մասնակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը, մի ռազմական դաշինքի, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից եւ ծառայում է նրան, ասել է Գետեն։ Խորհրդարանի փոխնախագահը հիշատակել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումները եւ ուժային գործողության արդյունքում Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը։ Վերջինս ամերիկյան ղեկավարությանը քննադատել է նաեւ մարդկանց ռմբակոծելու համար։ Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հանրային եւ պետական սեփականությունը վնասող եւ Իրանի իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի հետ բախման հետ մտնող անկարգությունների մասնակիցներին կարող է մահապատիժ սպառնալ։ Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է։ Ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող եւ նրանց մահապատիժը կլինի պետության դեմ պատերազմ սկսելու համար։ Իրանական օրենսդրության համաձայն դա պատժվում է մահապատժով։ Նրա խոսքերն է մեջ բերել Իրանի պետական հեռարձակողը։ Իրանում իրավիճակը աստիճանաբար կայունացել է ուրբաթ երեկոյան տեղի ունեցած զինված անկարգություններից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ոստիկանության խոսնակ Սաիդ Մոնտազեր Ալ-Մահդին։ Տեղում դիտարկումները ցույց են տալիս, որ երկրի տարբեր քաղաքներում հանգստություն է։ Նրա խոսքերը մեջ բերել է Իրանի պետական հեռարձակողը։ Մոնտազեր Ալ-Մահդին նշել է, որ քաղաքացիները բողոքել են անկարգություն առաջացողների գործողությունների դեմ եւ դատապարտել նրանց գործողությունները, որոնք աջակցվում են օտարերկրյա պետությունների կողմից։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բացառվում է Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ եւս մեկ հարձակման հնարավորությունը։ Ես բացառում եմ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից եւս մեկ հարձակման հնարավորությունը, եթե նրանք կրկին հարձակվեն, կրկին պարտություն կկրեն, ասել է արտգործնախարարը։ Արաղչին նշել է, որ Իրանը պատրաստ է արձագանքել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից հնարավոր հարձակմանը, եթե այն կրկին տեղի ունենա։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ կասկածում է Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկման նպատակահարմարությանը։ Նրա խոսքով նման սցենարը քննարկվում է այսպես կոչված ցանկացողների կոալիցիայի շրջանակում, սակայն ինքը չի համարում այն անհրաժեշտ քայլ։ Մելոնին ընդգծել է, որ խաղաղության հիմնական երաշխիքը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածն է, որը նրա գնահատմամբ հանդիսանում է Ուկրաինայի անվտանգության գլխավոր գործիքը։ Վարչապետը նշել է, որ Իտալիան ստիպված կլիներ չափազանց մեծ թվով զինվորներ ուղարկել, հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի մեծաքանակազմը, ինչը դարձնում է նման քայլը ոչ արդյունավետ։ Միևնույն ժամանակ Մելոնին նշել է, որ չի կասկածում այն երկրների մտադրություններին, որոնք կողմ են Ուկրաինայում արևմտյան ռազմական ներկայությանը, սակայն չի տեսնում դրա անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ում այս գաղափարը նույնպես կոշտ քննադատության է արժանացել։ Ամերիկյան բանակի պահեստազորի փոխգնդապետ Դանիել Դեվիսը հայտարարել է, որ արևմտյան զորքերի հնարավոր ներգրավումը կարող է վերածել ինքնասպանության, քանի որ ցանկացողների կոալիցիան ի վիճակի չի լինի դիմակայել Ռուսաստանին ուղիղ բախման դեպքում։ Ռուսաստանի կողմից օրեշնիկ բալիստիկ հրթիռի կիրառումը Ուկրաինայի դեմ նպատակ ուներ քաղաքական ազդակ փոխանցել եվրոպական երկրներին։ Այդպիսի գնահատական են տվել The New York Times-ի հեղինակները, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ հարվածի թիրախը ենթադրաբար գտնվել է երկրի արևմտյան հատվածում։ Պարբերականի վերլուծաբանների կարծիքով արևմտյան Ուկրաինայում Լեհաստանի սահմանների մոտ գտնվող օբյեկտի ընտրությունը միտված էր ազդանշան ուղարկել Եվրոպային, որը բանակցային գործընթացում վճռականորեն աջակցում է Կիևին։ Լեհաստանը, ինչպես նշվում է նյութում, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ է, ինչն ընտրությունը դարձնում է առավել խորհրդանշական։ New York Times-ը նաև նշում է, որ այդ քայլով Կրեմլը գնացել է հակամարտության սրման, միաժամանակ ցուցաբերելով զսպվածություն այլ տարածաշրջաններում, այդ թվում Վենեսուելայում, որտեղ իշխանությունից հեռացվել է նախագահ Նիկոլաս Մադուրոն, եւ Հյուսիսային Ատլանտիկայում, որտեղ ԱՄՆ զավթել է ռուսական մարիներա տանկերը։ Այս ֆոնին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, արձագանքելով օրեշնիկի հարվածին Ուկրաինայի ուղղությամբ։ Մի խումբ քահանաներ միացել է Նիկոլ Փաշինյանի եւ 10 տիրադավ եպիսկոպոսների վեհափար հայրապետ Գարեգին II-ի դեմ սկսած արշավին եւ իրենց աջակցությունն են հայտնել նրանց նախաձեռնությանը։ Սրանից հետո մեծ թվով քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էշմիածնին ու նրա գահակալ վեհափար հայրապետին։ Նրանք բոլորը դեմ են արտահայտվել եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պարակտելու այս կործանարար գործընթացին։ Մայր Աթոռում այս պահին 3 գիշեր կատարված թեժ իրադարձությունների մասով քննարկում է գնում։ Ինչպես հայտնի է, 3 շուրջ 16 քահանա հասարակության կողմից տիրադավ հռչակած թեմակալ առաջնորդների հորդորով կամ պարտադրմամբ միացան Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, կամ ինչպես ինքն է անվանում եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Ընդ որում եկեղեցու դեմ արշավին միացած բոլոր քահանաները պատճենելու իրենց Facebook-յան էջում հրապարակել էին հավանաբար վերևից իրանց տրված նույնաբովանդակ տեքստը, որով հավատարմություն են հայտնում Փաշինյանի ծրագրին։ Սրան զուգահեռ էլ տասնյակից ավել քահանաներ իրենց որդիական աջակցությունն ու հավատարմությունն են հայտնել կաթողիկոսին։ Եվրոմեդիա 24-ը իրավիճակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռից, պարզելու նրանց դիրքորոշումը եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս պահին քննարկումներ են գնում, շուտով հայտարարություն կտարածեն։ Չի բացառվում նաև, որ Մայր Աթոռում ժողով գումարվի քայլերի հաջորդականությունը հստակեցնելու նպատակով։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը 12-ին, 13-ի գիշերը 15-ից 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը 14-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 12-ի գիշերը եւ առավոտյան 13-ից 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։